Մարզաշխարհի հայտնի դեմքերը շարունակում են արձագանքել Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, հայտնելով իրենց աջակցությունը Օլիմպիական կոմիտեի նախագահին։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հանդես է եկել կոչով, նշել, որ Գագիկ Ծառուկյանն արժանի է մեծ աջակցության ու հարգանքի։ Друзья, всех приветствую. Ուզում եմ մի քանի խոսք ասել ի պաշտպանություն Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի։ Մի մարդու, որը շատ մեծ գործ է արել Հայաստանի համար, սովորական քաղաքացիների, մարզիկների, բոլոր կարիքավորների համար։ Կարծում եմ, որ առնվազն կոռեկտ չէ նրա հետ այսպես վարվելը։ Հույս ունեմ, որ արդարությունը կհաղթի։ Բայց մինչև այդ ես կցանկանայի, որ Ծառուկյանին աջակցեին բոլոր մարզիկները ու բոլոր մարդիկ։ Այս մարդն արժանի է աջակցության ու հարգանքի։ Ամենայն բարիք բոլորիդ։ Этот человек заслуживает поддержки и уважения. Всем добра. On behalf of the World Federation, Կուատ Ալ-Ռամիի եւ ինքնապաշտպանության համաշխարհային ֆեդերացիայի եւ ինքնապաշտպանության կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի անունից ցանկանում ենք մեր ողջույններն ու հարգանքը հայտնել պարոն Գագիկ Ծառուկյանին, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին։ Նոր չէ, որ նրան ճանաչում ենք։ Լավ գիտենք նրա ակտիվությունը, աջակցությունը բոլոր մարզիկներին, այդ թվում մարտարվեստների բնագավառում։ Լավագույն մաղթանքներս ձեզ եւ Հայաստանի մեր բոլոր ընկերներին։ Կապարակնքված է նաև Օլիմպավանը։ Սպորտսմենների մարզումային ընթացքը խաթարված է։ Մարզաբազայի շուրջ ստեղծված անորոշության պատճառով հարյուրավոր երեխաներ ու պրոֆեսիոնալ մարզիկներ դադարեցրել են մարզումները։ Քանի որ պարոն Գագիկ Ծառուկյանը միշտ եղել է Հայաստան Mixed Fight Ֆեդերացիայի կողմին, աջակցել է Հայաստան Mixed Fight Ֆեդերացիայի մարզիկներին, այդ իսկ պատճառով Հայաստանի Mixed Fight Ֆեդերացիան իր ողջ անձնակազմով ցանկանում է պարոն Ծառուկյանի շուտապույտ ազատում, որպեսզի կարողանա լինել սպորտի կողքին, մեր երեխաների կողքին, մեր աջակցությունը շարունակվի, որ մեր երեխաները կարողանան պատով ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզներում։ Մարզաշխարհի արձագանքներն ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի թիվ ու համար չունեն։ Ամեն րոպե նոր ուղերձներ են ու նոր կոչեր, ոչ միայն Հայաստանից, այլև աշխարհի մի շարք երկրներից։ Ալինա Սահակյան, Էպիկենտրոն։